Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Եվս միացած Սրբազանի ազատության համար կազմակերպված ստորագրահավաքում ինչ սպասելիքներ ունեք այս ստորագրահավաքից եւ արդյոք ձեր կարծիքով օգուտ կտա այս ստորագրությունը։ Սպասելիքներն ու ցանկությունը մեկն է, Սրբազանի հետ կապված, բոլորը գիտեք, այս ամիսների ընթացքում քաղաքական հետապնդում է Սրբազանի նկատմամբ, ու այդ մասին բազմիցս առիթ ունեցել ենք բոլորս խոսելու, եւ սա հենց նրա մասին է, որ մենք Շիրակի մարզի հոգևոր թեմի ներկայացուցիչներս, հավատացյալներս այսօր մեր Սրբազանի կողքին ենք եւ այսօր ես էլ իմ թիմով միացել եմ այս ստորագրահավաքին, նպատակը մեկն է, որ այս քաղաքական հետապնդումները, ճնշումները մեր Սրբազանի, Միքայել Սրբազանի հետ կապված, սա էլ յուրօրինակ մոտեցում է, բողոքի ձև է եւ նաեւ մեր հավատավոր ժողովրդի ցանկությունն է, որ Սրբազանը այս պայթերությամբ ճիշտ է տնային կալանքում է գտնվում, բայց այնուամենայնիվ մենք հնարավորություն չունենք հանդիպելու մեր հոգևոր առաջնորդի հետ եւ սրա նպատակն է մեկն է, որ պահպանման միջոցը տնային կալանքից հնարավորություն տրվի, որպեսզի Սրբազանը կարողանա զբաղվել կոնկրետ իր գործով եւ իր թեմի, իր հավատավոր ժողովրդի հետ կարողանա ավելի ազատ շփումներ ունենալ։ Պարոն Քրիստոսյան, ինչ կոչ է կանում քաղաքացիներին, ովքեր վերջին միացան ստորագրահավաքին։ Բնականաբար կոչս է բոլորին, թող բոլորն եկան միանան, սա մեր Սրբազանի ազատության համար է, կաշկանդվելու բան չկա, վախենալու բան չկա, մենք մեր թեմի առաջնորդի կողքին ենք։ Պարոն Գրիգորյան, ինչ կասեք զուգահեռ հրապարակում այսօր իշխանության կողմից կազմակերպված այսինքն համերգի միջոցառում է։ Բնականաբար մեր նպատակը մեկն է, մեր նպատակը մեր եկեղեցին, պետությունը, պետականությունը, մենք այսօր ամենայն դեպս այստեղ ենք, եկեղեցում ենք այդ նպատակով, իսկ զուգահեռ հրապարակի հետ կապված թող մեկնաբանեն զուգահեռ հրապարակում կազմակերպողները, թե ինչ են կազմակերպել, ինչի համար են կազմակերպել, ինչ նպատակով են կազմակերպել, այդ արդեն իրենց խնդիրն է։